Կաթողիկոս Գարեգին Ներսյանը հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս, եւ 6 եպիսկոպոսների գործը մեղադրական եզրակացությունով գնացել է դատարան։ Ինչ պատմություն էր սա։ Եպիսկոպոսատ ժողովից մի քանի օր առաջ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել 7 հոգու դեմ նկատմամբ, եւ արգելել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը որպես խափանման միջոց, չի կալանավորել։ Հիշում եք նաև, Վրաստանի կաթողիկոսը մեռավ, Գարեգին Ներսիսյանը չկարողացավ գնալ թաղմանը եւ այլն։ Ինչ է պատմություն այս բանի։ Գևորգ Սարոյան եպիսկոպոսի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանք։ Դատական ակտը ոչ միայն վերջնական վճիռ, այլև դատարանի որոշումը, ասենք որպես հայցի խափանման ներողություն ապահովման միջոց, չի բացառվում, որ դատարանը որոշի այս բաժակը վերցնել, ստեղ դնել, դեռ վճիռը չկա, ասենք թե դա դատական ակտ է, որոշում է, որը պիտի կատարվի։ Հիմա մեղադրողը գտել է, որ համարում է, որ կաթողիկոսը եւ 6 եպիսկոպոսները չեն կատարել դատարանի ակտը, եւ դրա համար կա քրեական պատասխանատվություն, իմացար, ճիշտ է, ծանր չէ այդ պատասխանատվությունը, բայց սրանով պիտի դատական գործ լինի, առաջիկա օրերին սպասեք ճոխ աղմուկ, գալմաղալ, ինչպես ասում են, այդ ճոխ աղմուկը 7 հոգևորական բարձրաստիճան հոգևորականներ Ալամ Աշխարհով, Սպուտնիկով, Մաշա Զախարովայով, բանովելով կանտեղ հայկական պրոկրեմլական լրատվամիջոցներով մեկնաբանվելու են որպես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակում։ Այդպես է մեկնաբանվում, էլի, որոշ եթե ինչ-որ մեկը հոգևորականներից, ասենք, ավտոմեքենայով հոսքիծը հատի, ինչը վարչական իրավախախտում է, հեռու չէ այն օրը, որ դա կմեկնաբանվի որպես ոնց եք վարչական պատասխանատվության ենթարկում հոգևորականին կետինը մտնեք դուք հայ առաքելական եկեղեցուն եք հետապնդում։ Մոտարապես այս մանիպուլյացիան է տեղի ունեցել եւ տեղի ունենում։ Այն որ պարոն Փաշինյանը մի քանի հոգևորականների բարեվարկության հետ կապված անձնուրաց կռիվ է տալիս, ինչպիսին չի տալիս դա իրավական բարեփոխումների ճակատում, էլի, այդ գիտենք, ինչը կոպիտ սխալ է եւ բարեվարկությունը պիտի լիներ եկեղեցու ներքին գործը, իսկ պարոն Փաշինյանը թևերը կշտած զբաղվել էր եւ զբաղվում է որոշ հոգևորականների բարեվարկության հարցերով, դա ոչ մի կերպ չէր նշանակում ու չի նշանակում հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, բայց դա մեկնաբանվել է այդպես։ Եթե այդպես են մեկնաբանվել, պիտի ցանկացած ուրեմն վարչական, քրեական կամ չգիտեմ ինչ իրավախախտման դեպքում, երբ դրա մեղավորը կամ զանցառուն հոգևորական է, պիտի մեկնաբանվի որպես հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ձունկ հա ձեր վրա գլխուն, ովքեր այդպես են մտածում եւ այդպես են մեկնաբանում։ Փաշինյանից շատ հայ առաքելական եկեղեցուն աջակցող, լավություն անող, խաթրը քաշող, հարգերը ներող, հարգերը զիջող մարդ պաշտոնյաների մեջ չեմ հիշում։ Առաջ խուլ եւ լուր համաձայնությամբ էր, էլի, գլխավոր պետական պաշտոնյան ընտրությունները կեղծելով դառնում էր նախագահ, եկեղեցին ասում էր օրհնյալ լինես զավակս եւ այլն, չանսաղություն ծերը էր լվանում, երկու ծերը ոտու ծեր էին լվանում եւ այլն, բարեհաջող կերպով շարունակում էին օգտվել հարգային ահռելի արտոնությունների, այնպիսի թվեր են, որ ուստեղ ասեմ, լեղաճակ կլինեք, ավելի լավ է չասեմ, գույքահարկ, ավելացված օժիկի հարկ, մաքսատուրք եւ այլն, ոչ մի անգամ ուրեմն աշխատանքի տեսչությունը այս կրոնական կազմակերպություն չի մտել աշխատողների իրական քանակ չի պարզել, ռոջիկների իրական չափ չի պարզել, դրանից իհարկե եկամտահարկ են վճարել։ Սննդի տեսչությունը այս կրոնական կազմակերպության սննդի օբյեկտներ չի մտել, սանիտարական քրքույկներ սննդի տեսչությունը չի մտել հայ առաքելական Սուրբ եկեղեցու սննդի օբյեկտներում, դրանք ճաշարաններ են, չգիտեմ, սնունդ արտադրող հազար ու մի օբյեկտներ են Հայաստանի 30-ով մեկ,
Հա, այսինքն շատ մեծ լավությունների ռեժիմով աշխատել է եկեղեցին պետության հետ, օժանդակել է, բերանը ջուր է առել ընտրակեղծիքների եւ զանազան հանցագործությունների պատահելիս, ընտրակաշառք, կեղծարարություն, մարտի 1 ծպտուն չի անել, բացարձակ։ Եվ պարոն Փաշինյանը շարունակում է այս քաղաքականությունը այդ կազմակերպության հետ, ուղղակի իր դուրը չեն գալիս մի քանի հոգևորականներ, որոնց հալածում է բարեվարկության կանոնների խախտման հիմքով։ Էս է։ Իրականում Փաշինյանը հայ առաքելական եկեղեցի կրոնական կազմակերպության դեմ որևէ գործողություն չի արել։ Իմ խոր համոզմամբ դուք կարող եք ուրիշ կարծիք ունենալ, հարգելի հայրենակիցներ, կարող եք արտահայտվել առանց վիրավորելու, զրպարտելու, անպատվելու ինչ-որ մեկին։ Եվ որպես այս փոքրիկ թեմայի վերջակետ ասեմ, որ նոր բան չեմ ասում, իմ ձեռը լիներ, բոլոր կրոնական կազմակերպությունները պիտի գործեին այն հարկային դաշտում, ինչ գործում են մնացած բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները, արհմիությունները, համատիրությունները, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները եւ այլն, գույքի եք տիրապետում, գույքը արգմուծեք, կրակը չենք ընկել ձեռներդ։ Այդ որտեղից եք հասկացել, որ արտոնյալ եք, վզերից պետք է նստեք, չէ, եկել եք մուծեք։ Բարեգործություններ փաստացի կատարելուց հետո հետազոտելու, ինչ է անունը, վերահսկելու, ուսումնասիրելու եւ վճարած ինչ ուրեմն հարկեր վերադարձնելու մեխանիզմով, ոչ թե այս գլխից թույլ տվեք ես ինչ բանը ներմուծեմ, որտեղ բարեգործության համար է։ Մաքսատուրք չվճարեմ, ավելացված արժեքի հարկ չվճարեմ, հետո ոչ ոք չստուգի, էլի։ Այդ եկած ապրանքը իսկապես գնաց բարեգործական նպատակով, թե ոչ, հայտնվեց ինչ որ խանութում այդ անտեր ապրանքը, անտեր չէ, տիրով լավ էլ տեր ունի, թե այնուամենայնիվ գնաց բարեգործական նպատակով։ Ինչ ասել եմ, պետությունը ասել է, օքեյ, ախպեր, դե բարեգործի եկեղեցին է, բերեք թույլ տանք, թող ներմուծի, որքան կկամենա, այդպես չպիտի լինի։ Իմ ձեռը լիներ, վաղուց այդպես չէր լինի, այդ կարգը պիտի փոխվեր, բերվեին ուրեմն այդ կազմակերպությունները, ուրեմն հարկային դաշտ, եւ հետո եթե ինչ որ շինանյութ է ներմուծվում կրոնական շինություն սարքելու համար, դպրոց է, չգիտեմ, կրթօջախ է, ճեմարան է եւ այլն, ով ասաց, որ դա բարեգործական է, մեղայասու։ Եթե դա բարեգործական է, համատիրության արածը ինչով բարեգործական չէ։ Այնտեղ էլ շահույթ չեն հետապնդում։ Արհմիության արածը ինչով բարեգործական չէ, հասարակական կազմակերպությունների, միությունների, բարեգործական են, եթե այդպես է, չէ, բոլորն էլ թող վճարեն իրենց գույք հարկը եւ այլն։ Ավարտենք այս մասը, ասեմ, որ Արմավիրի ընդհանուր իրավասության դատա, ինչու Արմավիր, որտեղ Վաղաշապատը գտնվում է Արմավիրի մարզում, Դատավոր Հակոբ Մանուկյան, չգիտենք ինչ որակի դատավոր է, հներից է, նորերից է, ազնիվ է, մացոյական է, վեթինգական է, Փաշինյանի սիրած դատավորներից է, չսիրած դատավորներից է, տեսնենք հասկանանք ինչն ինչոց է, ուղղակի ես հույս ունեմ, որ սրա հետ կապված, այս գործի հետ կապված ազատազրկում չի լինի, էլի պատժամիջոցը, պատժաչափերը, բաները, եթե մեղքը կամ հանցանքը կապացուցվի իհարկե, էլի, եթե խոչընդոտել են իսկապես պարոն Ներսիսյանը եւ պարոն ուրեմն Բաբայանը, պարոն Հակոբյանը, պարոն Հովանիսյանը, ելով մնացտեղ, պարոն Սահակյանը, պարոն Նաջարյանը, մի խոսքով էս պարոնայք, եթե իսկապես դատարանի ակտը, ընդունած ակտը չեն կատարել, հայցի ապահովման միջոցի գործարկմանը խոչընդոտել են, այսպես ասենք, պիտի պատասխանատվություն կրեն բնականաբար, էլի, ահա այսպես, մի կարևոր լուր, համեմատաբար փոքր կամ կարևոր, բայց մեծ նշանակություն ունեցող կարճ լուր, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է մի շատ կարևոր հարց, Էլցանցի 100% բաժնեմասերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու հարցը։ Այս հարցը շատ են քննարկել, պետությունը բազմիցս, գիտեք, ասել է եւ նշանակել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան եւ այլն, բայց այդ ամբողջը դեռ մնում է մասնավոր սեփականություն։ Էլցանցը, ամբողջ այդ ցանցը, այդ լարերը, Ստոլբեկը,
ես իմ հաշվիչները SAN-ը պետական սեփականություն են, ներողություն, մասնավոր սեփականություն են, եւ պետությունը գծել բռնել է հիմնավորումը, ինչ է ասում։ Հանրային գերակաշահ ճանաչելու հիմքում նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչության անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական եւ ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության եւ սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Այս նկատառումով պարոն Խուդատյանը պետությունը որոշել է, որ պիտի մասնավորից ձեռք բերի այդ մենաշնորհային համակարգը բոլոր ենթակառուցվածքներով, շենքեր, հողեր, տարածքներ, պարիսպներ, տուլամպուշկա եւ այլն, հա։ Հետո իհարկե կառավարության որոշում է պետք սրա համար, հետո պիտի գնա ազգային ժողով, որպիսի օրենք ընդունվի հանրային գերակաշահ ճանաչելու համար։ Եվ բնականաբար պիտի բանակցությունները շարունակվեն սեփականատիրոջ հետ, ասելով, որ պետությունը չի կարող դա չունենալ, չգնել, դրա համար է գերակաշահ։ Եվ կինը դասա, ես էլ իմ կինը ասեմ, բազար անենք, սակարգենք, ես կոմենկոմ, թե տարբեր գնահատողներ, մասնագետներ, որոնք պետք է ասեն, որ այո, այդ համակարգը դե 2 կիլո խնձոր չէ, էլի ժողովուրդ ջան, դա բավականին ծանր բան է ու հաճախակի չվաճառվող բան է, բայց այնպես չէ, որ անհնար է դա գնահատել, թե ինչ կարժենա, էլի, այս վիճակում, այսօր շուկայում եւ այլն։ Հա, կնի շուրջ համաձայնության կգան, գործարքը տեղի կունենա։ Գործարքը կտրում է արդյոք այն քրեական գործերը, որոնք կապ ունեն այս համակարգի շահագործման ժամանակ վերցված վարկերի հետ, հիշում եք, չէ, պետությունը մի քանի անգամ պետական իշխանությունը հայտարարել է, որ վարկեր են վերցրել իրենց ուրիշ բիզնեսներին տալու համար, բայց վարկերի տոկոս-մոկոսը եկել նստել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այսինքն, եթե վարկեր չվերցնեին ու վարկի տոկոսը չկոխեին սակագնի մեջ, կամ վարկ վերցնեին, բայց լավ, վերադարձի տոկոսը կամ գուցե մայր գումարը փակելու թվերը չմտցնեին էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, պարզ է, որ սակագնի ինքնարժեքը ավելի ցածր կլիներ եւ այն ինչ է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կոչեցյալը ավելի ցածր սակագին կսահմաներ։ Հա, այդ քրեական գործերը սրա հետ կապ չունեն, գործարքը կարող է լինել այն քրեական գործերով էլ պետությանը հասցված վնասի փոխհատուցում եւ այլն, գուցե դա էլ քննարկվի հետը, բայց շեշտում եմ, այդ քրեական գործերով վճիռներ դեռ չկան եւ դժվար է որոշել, թե ինչքան ենթադրենք ել ցանցը վնաս տվել Հայաստանի Հանրապետության սպառողին, ամեն մեկից ինչ որ գումար վերադարձնել չեն կարողանա, երևի պետբյուջե է մտնելու, եթե դատարանը կհաստատի այդ տրված վնասը, այն խարդախությունները, որոնց մասին խոսում է բանը, պետական իշխանությունը, կամ այն հնարքը, որ բերեք ձևական աշխատողներին շատ ռոջիկ գրենք, որ ինքնարժեքը բարձր լինի, այսքան ծախս եմ արել, այսքան 1 կիլովատ էլեկտրաէներգիա բնակչին հասցնելու համար։ Դրա վրա էլ գումարում ենք ենթադրենք 20% շահույթ, հարգելի հանձնաժողով հաստատի սակագինը 1 կիլովատի դիմաց ենթադրենք 50 դրամ ասենք, հա։ Հա, իսկ եթե ես ուռած ռոջիկներ չգրեի, ձևական կեղծ ուռած ռոջիկներ, ինչպես պնդում է պետությունը, հա, ասում է, որ նման բաներ է բացահայտել, հայտնագործել, սակագինը էժան կլիներ, հա, մեկը ուրեմն վարկեր տոկոսներ, մյուսը ուռճացված ծախսեր եւ ոչ միայն ռոջիկ։ Մյուսին ասենք բանը 5000 դրամի թուղթ են օգտագործել, ձևակերպել են, ենթադրենք, հա, 40000 դրամի թուղթ։ Պարզ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ինքնարժեքը դրա արդյունքում կաճի։ Հասկանալի է, չէ՞, դրա վրա գումարած շահույթի հնարավոր խելամիտ չափը կստացվի մեզ ծախվող էլեկտրաէներգիայի 1 կիլովատի ավելի բարձր սակագին, քան թե եթե այդ հնարավոր խարդախությունները արված չլինեին։ Հիմա սա 9-րդ դասարանի երեխին հասկանալի է։ Ու այս պատմության մեջ, եթե պետությունը պնդել է եւ պնդում է, որ սակագինը ուռճացված է եղել, որովհետեւ այս բաները մեջը լցել ուռը ցրել են, էլի, հա, ուրեմն պիտի հանձնաժողովը, որը հաստատել է այդ սակագները իր բոլոր անդամներով, բացի հանգուցյալներից, եթե կան այդպիսիք, պիտի բերվեն քրեական պատասխանատվության, չէ՞։ Այսինքն բերել դեմս դրել են ինձ ասել են, որ էլեկտրաէներգիան մենք արտադրում ենք, վրեկս նստում է 40 դրամ օրինակ, 10 դրամ էլ շահույթ,
հարգելի հանձնաժողով, պետական հանձնաժողով է դա, որը պիտի պաշտպանի սպառողների շահերը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է, էլի, հա, հանրային ծառայություն է սա։ Բան արա, պիտի իսկապես նայես, էլի 40 դրամ է նստում իսկապես, պիտի նայես ինչից է բաղկացած եղել այդ 40 դրամը։ Հա, ասենք գույքա հարկա դրա մեջ, ռոջիկներ կան դրա մեջ, դու չգիտեմ, մաշվող արագամաշնյութեր կան, սարքեր կան, տրանսֆորմատորային ենթակայան է, ստոլբային նորոգման աշխատանքներ են, հա, եւ արդյունքում եղել է 1 կիլովատը 40 դրամ։ Հանձնաժողովը հալած յուղի տեղ դրած, ասել է, հա դե կողմ ենք, միանգամից 50 հաստատեք, կարող է նայեք 37 տեղներ։ 37-ի վրա էլ սակագինը չէր եղնի 50, կեղներ 40, ենթադրենք 6 դրամ։ Այդ 4 դրամները տաշել են, էլի, պայմանական թվեր եմ ասում, էությունը բացատրելու համար։ Հա, բայց ոնց որ թե հանձնաժողովների խաթրին կբնող չկա։ Եթե պետությունը ապացուցելու է, որ Էլցանցը ուռճացված ծախսեր է գրել սակագինը ավելացնելու համար, այդ ծախսերի մեջ են նշածը սպաները, պլյուս վարկերի տոկոսներ, որոնք գնացել են բոլորովին այլ ուղղությամբ, հա, ուրեմն պիտի քրեական պատասխանատվության կանչվեն նաև հանձնաժողովների, այդ հանձնաժողովի անդամները։ Կարող է ջեբերը փող են դրել, կարող է զանգել ասել են ապեր կմորթենք հանգարց դեմքը վերջեցիր։ Իրանք է տրել հաստատել են այդ սակագինը։ Հասկանալի է, չէ՞, հիմա կերակաշահ 100%-ով բաժնետոմսերը առնելու համար։ Ահա այսպես, ընդհանուր առմամբ հակաճառություն բան չի եղել, այս քննարկում ասենք հանրային լսում, քննարկում չէ։ Հանրային լսումը անցել է բարեհաջող, հաջորդը սա կառավարության որոշման նախագծի հանրային լսում է, հա, կառավարությունը հետո պիտի որոշի, գուցե 5 շաբթի կորոշի, չգիտենք, եկուտ չեմ յուսոր։ Հետո նոր ազգային ժողովը պիտի օրենք ընդունի հանրային կերակաշահի մասին։ Եվ դրանից հետո արդեն նշեցի, հա, բանակցություններ, ապրանքը ծախում ես, կինը դուրս չի գալիս, ես վсё-таки վերցնում եմ այդուհանդերձ, արդեն վերցրել եմ, գնա դիմի բանը, ինչ է, միջազգային տնտեսական հնարավոր ատյաններ, ուր դիմում են նման դեպքերում, հարգելի հայրենակիցներ։ Հասկանալի է, հա, այս մասը, հույս ունեմ, որ հասկանալի է։ Չարիք այսրությունը, ամուր հաստատական մնացեք, ավելի լավ է լինելու, Պուտինյան Ռուսաստանը պետք է Հայաստանը առանցայի, իսկ Ալիևը ծիծաղում է Ռուսաստանի եւ Պուտինի վրա, ոչ մի պատասխան թշնամի Ռուսի կողմից եւ Ալիևի եւ Տոկաևի խոսքերին շատ փափուկ քաղաքավարի արձագանքներ են, անցած հաղորդման ժամանակ ես անդրադարձա դրան, հարգելի հայրենակիցներ։ Անցնենք առաջ, ուրեմն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ են հնչել, հա, ընտանեկան բռնությունը դատապարտող տեսանյութեր է հրապարակում պարբերաբար, հա, որից հետո ուրեմն բան է եղել, սպառնալիք է հնչել եւ դատախազությունը ընթացք է տվել այդ հրապարակմանը, տեսնենք ինչ կպարզվի, կպարզի ովքեր են սպառնացել եւ մեր քրեական օրենսգրքով կյանքի առողջության սպառնալիքը, ոչնչացման կոչերը, տարբեր ձևերով էլի, հա, քրեորեն հետապնդելի արարքներ են, շատերը չգիտեն եւ այստեղ հանգարց այդ բաներով չգրեք, ում էլ ատեք, մի գրեք այդ բաները, որտեվ քրեական հետապնդում կարող է բանը հաջորդել դրան։ Հուսով եմ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որտեվ երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Սա ասում է Տիկին Հակոբյան, ասելու կարիք չկա, բայց թե ասել է, էլի մարդ է, վերջը մտահոգություն ունի ու հետաքրքիր ձևակերպում ունի ընտանեկան բռնության հետ կապված կամ կանանց նկատմամբ ավելի ճիշտ հետ կապված, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք միմյանց օգնել եւ պաշտպանել։ Ինչ է պետք անել, պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը, մեր ընտանիքներում հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լրացնել, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Այստեղ ճիշտ ասած այդ մի դրվագը չհասկացա, էլի թե ինչու միայն մենք։ Ասում է սիրելի կանայք, միայն մենք կարող ենք միմյանց օգնել եւ պաշտպանել։ Մի որ գլխավոր դատախազը կին է,
այդքան տեղը հասկացանք, բայց այս գործով բոլոր զբաղվողները կանայք են։ Այս միամտություն է, թե անհարգի ընդհանրացում է։ Չգիտեմ, ընդհանրապես տղամարդիկ չպիտի զբաղվեն Տիկին Աննայի կարծիքով, էլի, հա։ Ինչու է այսպես ձևակերպել, էմոցիոնալ, զգայական, զգացմունքային ինչ-որ պորտկում է, թե հավաքվենք, այս բանի է նման, էլի, ազգային փոքրամասնության է նման, էլի, հայերով հավաքվենք, մեզ պաշտպանենք, որ ուրիշ ազգերը մեզ չուտեն, հա, սա բան է, հազար ներողություն, անընդունելի մոտեցում է, էլի, ոչ միայն կանայք, բազմաթիվ իրավապաշտպաններ կան, որոնք տղամարդիկ են եւ նույնպես իրավահավասարության համար ընտանեկան բռնության թեմ իրենց բողոքը ու պայքարն են մղում, ինչ որ է, ընդհանրապես խնդիրները պիտի լուծվեն բանավեճի մակարդակում եւ ոչ թե բռնություն իրար ծեծել, շատ տարածված չարիք է, ճիշտ է ասում, հա, սուս մնա, երեխեքի խաթեր կոնե, սուս մնա, որ ծեծում է, ուրեմն սիրում է, բանը հերը դել ենձի ծեծել եւ այլն, այ աղջիկ ջան, դու էլ սուս մնա դիմացի, տղամարդ է, ճղայնացած է, գործից կգա բաման, սխալ է, ժողովուրդ ջան, ծեծով, բռնությամբ, հա, խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, էլի, հոգեբանական, ֆինանսական, հələ փողերը դուս տեղ ռոջիկը ստացել էիր, ես ինչի չես բերել տալիս մարդու դելի, հələ բեր, հələ աղջի փող դուր պապիրոս պիտի առնիմ եւ այլն, հա, այս այլանդագության քոկը պիտի տալ բարդ բան է, էլի, բայց ոչ միայն կանանցով չի ստացվի, եթե Տիկին Հակոբյանը հետաքրքրված էին միամիտ կարծիքով, հա, այդպես է ասվում, բաժանված էին, միացել են, հա, ես չգիտեմ, չեմ մտնում տեղաներ, ուղղակի գրվում է, ինքն է ասում, օրինակ, ստեղ ասում է, որ երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի Տիկինը բռնության զոհ դառնա։ Անցած ճիշտ է, քարոզարշավի ժամանակ չի երևացել, ավելի սակավադեպ են դարձել իր ելույթները, հոլովակները, բաները, հա, բայց թե Տիկինն է, ասում ենք Տիկինը, ինչ որ է։ Եթե սիրում է, ինչու է ծեծում, չէ, այս տարածված խոսք է, էլի, սիրո արտահայտություն է դա, էլի, ասում են, էլի, ծեծում է, ուրեմն սիրում է, աղջիկ ջան, չեք լսել, հեչ ասել են, չէ, արտահայտությունները պատահել են։